Բարի երեկո, տիկնայք և պարոնայք։ Բարի երեկո, հայ երգի սիրահարներ։ Ուրախ ենք ձեզ ողջունել Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Այսօր մեզ այստեղ համախմբել է հայ երգի լեգենդար կատարողներից մեկի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի արվեստը։ Այսպիսով Հայաստանի հանրային ռադիոն ներկայացնում է Հովհաննես Բադալյան 100 «Ես իմ անուշ Հայաստանի» համերգային ծրագիրը և այն այսօր կվարենք մենք հանրային ռադիոյի խոսնակներ Տիգրան Հարությունյանը Շնորհակալություն և Լուսինե Մուրադյանը Դե իսկ բեմում իհարկե Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլն է Գեղարվեստական ղեկավար Հայաստանի ժողովրդական արտիստ մայեստրո Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր Աշոտ Պետրոսյան, կոնցերտմայստեր Օնիկ Գալստյան։ Տիկնայք և պարոնայք համերգային ծրագիրը բացեցինք կլոր պարեր ժողովրդական ստեղծագործությամբ, իսկ այժմ կհնչի Գուսան Շերամ, Երջան, բեմում Հրանտ Մուրադյանն է։ Երջան յարանիտ մատար, լեզվիտ մերանիտ մատար, լսել եմ յարես ճարել, սրից իրացիտ մատար, լսել եմ յարես ճարել, սրից իրացիտ մատար, սերիմ սիրուն ես, անուշ կարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես։ Երջան դուրդ բուլերնի, ոտքի տաքսեմ բուլերնի, էշլիտ համար խատկամ չեն, թևարնեմ բալ բուլերնի, էշլիտ համար խատկամ չեն, թևարնեմ բալ բուլերնի, Սերիմ սիրուն ես, անուշ կարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես։ Հերիք թողնե շերամի, վարված ինչպես կյարամի, ով էլ ընձեն կեզ խալել, տունը կանդե հարամի, ով էլ ընձեն կեզ խալել, տունը կանդե հարամի, Սերիմ սիրուն ես, անուշ կարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես, իդեմ ազիժան, ջահել ջիվան յարուն ես։ Շնորհակալություն։ Հրանտ Մուրադյան 1924 թվականին Իրանի Շավարին գյուղում ծնված Հովհաննեսը նույն տարում ընտանիքով տեղափոխվել է Բաղդադ, ուր հաճախել է Սուրբ Թարգմանչած դպրոցը։ Բադալյանը երգել է շատ վաղ հասակից։ Նրա առաջին ուսուցիչն էին ծնողները և ավագ եղբայրները, որոնք երգում էին և ունեին հրաշալի ձայն։
Ընտանիքում միշտ հնչել է հայկական երաժշտություն, երգում էին ժողովրդական եւ ազգային ազատագրական երգեր։ Մանուկ Հովանեսի առաջին ելույթը բեմից եղել է Բաղդադի Գարեգին Պալյանի մանկական երգչախմբի կազմում որպես մեներքիչ, կատարելով հայրենասիրական «Բավը եղբայր վիզը ճկել» երգը։ Այս պահին համերգային ծրագիրը շարունակենք, Խաչատուր Ավետիսյան ասում են, թե երգում է տիրուհի Մելիքսեթյանը։ Հուսան Շահեն, անցա գնացի, երգում է Վարդան Բադալյանը։
պես մի ծաղիկ հողից դուրս ելավ կյանքին ժպտացի անցագնացի աշխարհը որպես մի քնքուշ երաս աչքովս տեսա անցագնացի աչքովս տեսա անցագնացի տեսա լավ ու վատ տեսա համբերան տեսա շատ կարիք ահա որ զրկան տեսա լավ մարդիկ բարի աշխատան բարևս տվի անցագնացի Շահենեմ երկեցին օրնոր ման եկած աղկաց պուրակներ բոլոր զգացի մահս մնացի մոլոր կյանքս տվեցի անցագնացի կյանքս տվեցի անցագնացի և ինչ ես դու կյանք կարոտով երաս ապտակը դուշկին բարիքդ պուրաս մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի մտքերդ խորը մարդիկ քեզ անհաս քեզնից կարոտով անցագնացի Այժմ կհնչի Արմեն Մանտակունյանի մարտական պար ստեղծագործությունը։
1936 թվական Հովանես Բադալյանը վերադառնում է Պարսկաստան, ծնողների ծննդավայր Գյարդաբադ գյուղ։ 1946-ին տեղափոխվել է Թեհրան, որտեղ երգել է հայոց եկեղեցու երգչախմբում Համբարձում Գրիգորյանի ղեկավարությամբ, միաժամանակ երգի դասեր վերցնելով ազգությամբ չեխ Կարլ Քուգլերի դասարանում։ Թեհրանում Բադալյանը երգել է նաև Ռուբեն Գրիգորյանի և Նիկոլ Գալանտերյանի երգչախմբերում, որը նրան մեծ ճանաչում է բերել Պարսկաստանում։ Իդեպ Հովանես Բադալյանը հայ երիտասարդական մշակութային միության հիմնադիրներից մեկն է, որը հետագայում դարձել է հայ մշակութային Արարատ միություն։ Խաչատուր Ավետիսյան, երկու ընկեր, կատարում է Վարդան Բադալյանը։ Թվում է, թե երեք է, երկու մանուկ ընկերներ, քայլում էինք մեր բակում, այս երկի չափ ձմերթյուն, ինչքան հուշ կար հիշատար, խորսուզվեցին ձյունի տակ, ու քայլում ենք իրար հետ, գնում ենք ետ, գնում ետ, բայց ինչ լավ է, որ այսքան մաքուրացանք մեր ճամփան, գարնանորվա երթում սեր, հասցրեցինք մինչ զմեր, բայց ինչ լավ է, որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան, գարնանորվա երթում սեր, հասցրեցինք մինչ զմեր։ Տատիկ չկա միասին, ջերմակ չկա մեր մասին, թվում է, թե մանուկ ենք ու դպրոց ենք գնում դեր, ինչ իմանանք մեզնիցով, կասի մնաս դու բարով, ով կմանա մեր մենակ, մինչև սուզվի ձյունի տակ, բայց ինչ լավ է, որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան, գարնանորվա երթում սեր, հասցրեցինք մինչ զմեր, բայց ինչ լավ է, որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան, գարնանորվա երթում սեր, հասցրեցինք մինչ զմեր։ Բայց ինչ լավ է, որ այսքան մաքուրանցանք մեր ճամփան, գարնանորվա երթում սեր, հասցրեցինք մինչ զմեր, ինչ իմանանք մեզնիցով, կասի մնաս դու բարով, ով կմնա մեր մենակ, մինչև սուզվի ձյունի տակ, ով կմնա մեր մենակ,
մինչև սուսվի ձյունի տան Խեղճովիվ եմ սարի գլխին, անտեր մենակ դարի գլխին, ես մատաղ իլյարի գլխին, խլեցիմ տարան յարս, տարան պիտան չինարս, խորովեց ինջիկ յարս, սիրուն սարետ, արև արետ, անուշով էր, բարև տարետ։ Անցնևիտ բական ու բերան, եկան մեկ ու ճարս տարան, աշխար սեղան սուկ ու բերան, խլեցին տարան յարս, տարան ֆիդան չինարս, խորովեց ինջիկ յարս, սիրուն սարեր, արև արեք, անուշով էր, բարև տարետ։ Ես սարերում զոր ու գիշեր, կերքենան ու շհակեր գաշեր, ամեն էսվաղ ճամպես կաշեր, խրեցին տարան յարս, տարան ֆիդան չինարս, խորովեց ինջիկ յարս, սիրուն սարեր, արև արեք, անուշով էր, բարև տարետ։
Հայաստանի հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ Գեղարվեստական ղեկավար, հայ երգի կենթանի լեգենդ, Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանի մտերիմ ընկեր Ռուբեն Մաթևոսյան Ռուբեն Մաթևոսյան Մայստրո, պետք է խնդրենք ձեզ, որպեսզի կիսվեք մեզ հետ ձեր ընկերոջ Հովհաննես Բադալյանի ընկերության հետ կապված ամենավառ հուշերից մեկով։ Երիցս ճշմարիտ էր Հովհաննես Թումանյանը, երբ ասաց անունը մարդուց երկար է ապրում։ Իրոք այսօր մենք հավաքվել ենք այստեղ մեր խոնարհումը, մեր շնորհակալությունը, մեր երջանկությունը, մեր ուրախությունը, որ կրում էր պարզապես մի անուն Հովհաննես Բադալյան, դարձել է 100 տարեկան, ու մենք իսկապես այսօր հավաքվել ենք ոչ թե հիշելու, այլ նոր կյանք տալու այն արվեստագետին, ով 40-ականների վերջում հայրենադարձվեց Հայաստան, որպեսզի ամրագրեր իր անունը հավերժողների ցանկում։ Նա Երևան եկավ հաստատ երգելու համար, հենց դրա համար եկավ։ Նա ապրում էր Երջանիկ Թեհրանում, ուներ մայր, եղբայրներ, հարազատ ընտանիք, բայց նա մտածեց իր լինելիության կարևորությունը երգիչ դառնալու գիտակցության մեջ է, իսկ այն կարելի է իրականացնել պարզապես միայն Երևանում։ Նա հենց առաջինը եղավ դիմեց իբրև երգիչ Երևանի ռադիոյի խմբագրությանը եւ նա աշխատեց իբրև Կարո Զաքարյանի հիմնադրած երգչախմբում, որ գործում էր այսօր արդեն հանրային ռադիոյի կազմում, երգեց Հովհաննեսը այնտեղ։ Հետո նրա շնորհքը նկատեցին, չնայած ընդունվել էր արդեն Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, նա կարողացավ իր վրա ուշադրություն հրավիրել այնպիսի մի արվեստագետին, որի անունն էր Թաթուլ Ալթունյան, եւ նա երգեց երգի բարի անսամբլում շատ երգեր, այդ թվում նաեւ իրենից անբաժան Ես իմ անուշ Հայաստանի երգը։ Սակայն նրա լինելիության կարևորությունը նկատեց Արամ Մերանգուլյանը եւ հրավիրեց մի քանի տարի դժվար կյանքից հետո, որ ապրեց Հովհաննես Բադալյանը, նրան հրավիրեց ռադիո։ Այստեղ էր, որ երգիչը կարողացավ ոչ միայն իր երգչական ունակությունները ցուցադրել, այլև կապվել աշխարհի հետ, չէ որ կանգնած էր հանրային ռադիոյի միկրոֆոնի առջև, հետագայում նաև հեռուստատեսության խցիկի առջև։ Եվ նրա ձայնը, նրա երգը հասանելի եղավ ոչ միայն յուրաքանչյուր հայի հոգուն, գիտակցությանը, այլ նաև սփյուռքահային, որովհետև հաղորդումները հանրային ռադիոյից տրվում էին, Հայաստանի ռադիոյից տրվում էին, ոչ միայն հանրապետության սահմաններում ապրող հայերի համար, այլև սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար։ Նա դարձավ անուն, դարձավ անջնջելի անուն, սիրելի անուն, իսկ ինձ համար նա եղավ եղբայր։ Հենց առաջին օրվանից ես նրան երբեք չասեցի պարոն Բադալյան կամ ընկեր Բադալյան կամ Հովհաննես, ես նրան դիմում էի Հովիկ, իսկ նա ինձ իբրև Ռուբիկ։ Մենք հարազատներ էինք, եղբոր նման։ Ես չեմ երկարացնի իմ խոսքը, պարզապես ասեմ, որ իմ կողքին
երբ ինքը երգում էր, ես ծանոթ էի նրա յուրաքանչյուր շնչառությանը, յուրաքանչյուր ֆրազի արտահայտությանը եւ մեր զուգերքները բացառիկ արժեք էին ներկայացնում իրենցից։ Ես երբեք չեմ մոռանա մոսկովյան ելույթը Կրեմլյան թատրոնում եւ Կրեմլյան համագումարների պալատում, որից հետո Советская культура թերթը գրեց «Выступление Бадальяна и Матевосяна это явление». Շնորհակալ եմ։ Իսկ իմ հանդիսատեսը իսկապես մեր զուգերքերը ընդունեց իբրև հենց այդպիսին եւ գնահատեց։ Ես խոնարհվում եմ Հովհաննես Բադալյան անունի առջև եւ ասում եմ սիրելի վարպետ, որովհետեւ երբեք հոգիները չեն մեռնում։ Մարմինը գուցե, բայց հոգին ապրում է։ Քո սիրելի անսամբլը այսօր էլ գործում է եւ այն ինչ դու երազել էիր, այսօր կյանքի է կոչվում, քո կատարած երգերը երիտասարդներն են երգում, յուրաքանչյուր երիտասարդի շուրթին բացվում է քո երգը, իսկ դա արդեն իրենից շատ բան է ներկայացնում եւ ասում, դու եղել ես ուսուցիչ, դու եղել ես հրաշալի երգիչ, մնում ես այդպիսին եւ կմնաս իբրև հավերժությունը գիտակցող արվեստագետ։ Շնորհակալություն ձեզ, որ ձեր ներկայությամբ կարևորում եք Հովհաննես Բադալյան անունը։ Համերգային ծրագիրը շարունակենք Գուսան Շերամի Սիրուններ Միք նեղանաստեղծագործությամբ։ Բեմում հայ երգի կենթանի լեգենդ Ռուբեն Մաթևոսյանն է։ Ես Հովհաննես Բադալյանի մեծ դուստրն է, Անահիտը։ Շնորհակալ եմ։ Te gusli
աղջիկ յարիս եմ գովում Գուսան Հավասի ինչ ասեմ, երգում է Հրանտ Մուրադյանը։ Շնորհակալություն։ Գրիգոր Հախինյան, Լորվա աղջիկ, կատարում է Հրանտ Մուրադյանը։ Այս առավոտ կարոտի պես լույսի թևող մեր տուն մտա ասանգին իմ լուսերես սրտիս ճամփան ինչպես գտա սրտիս ճամփան դու իմ դեպեր բարարում լույսով լցնիր բախտի շամփան Լորվա աղջիկ իմ գարում քանի դու կաս դեմեքի պես ծիծաղախին թվարարում սիրտս պիտի սիրով լցնես Լորվա աղջիկ իմ գարում Ինչպես գտար սրտի շամփան
դու իմ դեպ վարարում լույսով լցրիր բախտի շամխան նորմա աղջիկ իմ գարում Երկ է դարել աշխարհն արար սրտիս համար այս արավոր Եկ երկնաս բադին դալա և ծաղիկն էլ այս արավոր դարձն է բուրում արվիապին և ուրենի թեզանաս նայիր այնքան մոտ է արդին չկա ոչինչ ինձ անհաց քանի դու կաս դեպի պես ծիծաղախինդ վարարում սիրտս պիտի սիրով լցնես նոր աղջիկ իմ գարում դարձն է բուրում արվիապին և ուրենի թեզանաս նայիր այդքան մոտ է արդին չկա ոչինչ ինձ անհաց չկա ոչինչ անհաց այս աշխարհում արևի տակ քանի դու կաս մարգարտաշատ իմ ոսկե տակ չէ որ դու ես մի ծաղիկ ես ծաղկաշատու հանդերում սեքսարերի դու եղնիկ ես լորվա աղջիկ իմ գարում քանի դու կաս դեպի պես ծիծաղախինդ վարարում սիրտս պիտի սիրով լցնես լորվա աղջիկ իմ գարում չէ որ դու էլ մի ծաղիկ ես մեր ծաղկաշատ անտերում սեքսարերի դու եղնիկ ես նորմա աղջիկ իմ գարում իմ գարում Շնորհակալություն 1954-ին Ստալինի մահից հետո Հովհաննես Բադալյանը նորից վերադարձավ ռադիո։ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ, որտեղ էլ աշխատեց մինչև կյանքի վերջ։ Հովհաննես Բադալյանի երգացանկը բազմաժանր է, այն ընդգրկել է ժողովրդական, ազգային, ազատագրական, գուսանական, էստրադային երգեր, հայ դասականների Մակար Էկմալյան, Կոմիտաս, Ռոմանոս Մելիքյան և Գալանտերյանի ռոմանսներ, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Հովհաննես Բադալյանն անհամար համերգներով հանդես է եկել աշխարհի բոլոր մայրցամաքներում։ Համերգային ծրագիրը շարունակենք Գուսան Հավասիի «Ինչու սիրտդ սառն է յար» ստեղծագործությամբ երգում է Տիրուհի Մելիքսեթյանը։ Դարձյալ նազով տեսա ես քեզ իմ աննման գեր
սիրտը ծառնեյա Ուրախ կյանքի ընկերն եմ ես գինին եմ, գինին, մի թաս գինին, մի կյանք է քեզ մեկից ավել, ահ է կյանքին, մի թաս գինին, մի կյանք է քեզ մեկից ավել, ահ է կյանքին, մի թասը լավ է, երկուսը բավ է, այս լավ իմացիր երրորդը ծավ է, մի թասը լավ է, երկուսը բավ է, այս լավ իմացիր երրորդը ծավ է, Ով խմում է հատիկ, նա դառնում է նրան հատիկ, ով խմում է բազմապատիկ, նա զարկում է պատեպատիկ, ով խմում է բազմապատիկ, նա զարկում է պատեպատիկ, մի թասը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր երրորդը ծավ է, մի թասը լավ է, երկուսը բավ է, բայց լավ իմացիր երրորդը ծավ է, Կյանքում այսպես ամեն մի բան չափի մեջ է միշտ եղեցիկ, նույնիսկ բաժակն ուրախության իր չափ ունի անչափ մարդիկ, նույնիսկ բաժակն ուրախության իր չափ ունի անչափ մարդիկ, մի թասը լավ է, երկուսը բավ է, այս լավ իմացիր երրորդը ծավ է, մի թասը լավ է, երկուսը բավ է, այս լավ իմացիր երրորդը ծավ է, Շնորհակալություն։ Նա իր բադալյանական բարձր արվեստով իրավամբ կամուրջ հաստատեց հայրենիքի և սփյուռքի միջև։ Բադալյանը բացի երգելուց նաև ստեղծագործել է։ Հովհաննես Բադալյանը գրել է «Սարերի հովին մեռնեմ», միայն թե մայրս մահս չիմանա,
հայոց կրունկ, տունարի և այլ բազմաթիվ սիրված երգեր։ Ունի բազմաթիվ ժողովրդական երգերի մշակումներ։ Նա նաև նորագրել ու մշակել է հայ գուսաններ Աշոտի, Հավասու, Շահենի, Համազասպի և այլ գուսանների շատ ու շատ երգեր։ Այժմ կհնչի Արտեմ Մեջինյանի Արփենիկ ստեղծագործությունը։ Մեծ է Հովհաննես Բադալյանի ավանդը ապագա սերնդի երաժշտական դաստիարակության մեջ։ Լինելով Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ժողովրդական երգարվեստի հիմնադիր, պրոֆեսոր Բադալյանը երգիչների մի հսկայական աստղաբույլ է տվել, որոնք այսօր աշխարհի տարբեր բեմահարթակներից հնչեցնում են հայ երգը։ Հայաստանի ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանը նաև պարգևատրվել է Մովսես Խորենացի և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշաններով։ Այժմ կհնչի Արամ Սաթյանի «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը։ Երգում են Հրանտ Մուրադյանը, Վարդան Բադալյանը և Հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյան։ Բեմում են նաև համերգի բոլոր մասնակիցները։ Դիմավորեք։ Ես իմ անուշ Հայաստանի արևամ արնեմ սիրում, մեր հիսազի ողբարվակ, լացակումած արնեմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման, ու նա իրան աղջիկների մեզ աճակում
Ալվածան երկերը մեր չեմ մոռանա դարձած երկաթագիր գրքերը մեր ինչքան էլ սուր սիրտս խոցել արյուն անգամ վերքերը մեր էլի ես որ ու առնավան իմ Հայաստան յարն եմ սիրում իմ Հայաստան յարն եմ սիրում ինչքան էլ սուր սիրտս խոցել արյուն անգամ վերքերը մեր էլի ես որ ու առնավան իմ Հայաստան յարն եմ սիրում յարն եմ Ինչպես ահաս արկի ճամփա ես իմ մասիս սարն եմ սիրում ես իմ մասիս սարն եմ սիրում աշխարհանցի Արարատի նման ջերմակ չկա ինչպես ահաս արկի ճամփա Ես իմ մասիս սարն եմ սիրում Ինչպես անհաս հարկի ճամփա Ես իմ մասիս սարն եմ Շնորհակալություն Եկեք ծափարենք մեր համերգի բոլոր մասնակիցներին ավելի բարձր Վարդան Բադալյան Հրանտ Մուրադյան Տիրուհի Մելիքսեցյան Եվ Ռուբեն Մաթևոսյան Համերգի համակարգող Ալինա Սարգսյան Արտ պրոդյուսեր Էդգար Ամիրխանյան Հնչյունային ռեժիսորներ Տիգրան Կուզիկյան և Արթուր Խաչատրյան Հնչյունային ինժեներներ Արման Հակոբյան, Գարիկ Բարսեղյան Հատուկ շնորհակալություն Արամ Խաչատրյան մեծ համերգասրահի անձնակազմին Եվ գլխավոր պրոդյուսեր Շավարժ Վարդանյան Եվ իհարկե համերգը ձեզ համար սիրով վարեցին Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը Շնորհակալություն հայ երգի բոլոր սիրահարներին, շնորհակալություն մեր հավատարիմ հանդիսատեսին Եվս մեկ անգամ հանրային ռադիոյի Արամ Մերանգոլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ Շնորհակալություն բոլորին, կհանդիպենք հանրային ռադիոյի եթերում, մինչ նոր հանդիպում